Իսկ դու գիտես, որ մեր վախերը կամ մեր հավատքը կառուցում են մեր վաղվա օրը։ Եվ շատ անգամ մենք որպես հայ շատ ենք սիրում փոքրիկ անհանգստությունները մեծացնել եւ մեր մտքի մեջ պատկերացնել մի շատ վատ բան։ Իսկ դա կարող է մեր վաղվա օրվա մեջ մեծ դժբախտություն բերել։ Դրա մասին մենք կարող ենք կարդալ Հոբի գրքում, երբ բոլորս գիտենք, թե Հոբը ինչ դժբախտությունների միջով անցավ, եւ երբեմն ուշադրություն չենք դարձնում այն բանալի բառին, որը Հոբը ասում է։ Ասում է, ինձ հետ պատահեց այն, ինչից ես վախենում էի եւ ինչից ես սարսափում էի, ինձ հասավ։ Սիրելիս, մենք մեր սարսափներով, մեր վախերով, մեր սխալ մտքերով, մեր վաղվա օրվա մեջ կարող ենք լուրջ խնդիրներ բերել, բայց Աստծո խոսքը ասում է, որ նա մեզ չտվեց երկյուղի հոգի, այլ տվեց մեզ սթափ զգաստության հոգի։ Սիրելիս, սթափ եղիր աղոթքների մեջ, սթափ եղիր Աստծո խոսքի մեջ եւ միշտ հիշիր, այն ինչ որ դու բաց ես թողում հավատքով, դա կառուցում է քո վաղվա օրը։ Դա լինի ճշմարտությունը, թե սուտը։ Աստծո ճշմարտությունը խոսիր քո կյանքի մեջ։ Աստված թող շատ օրհնի քեզ։